Ողջույն սիրելի վարորդներ, սիրելի հայրենակիցներ, Ռուբինյանն ինձ ներկայացրեց, կարա ելույթ էլ չունենայի, բայց նայում եք ազգային ժողովի նիստերը, ես էլ եմ մեկ-մեկ նայում, ասեմ, նկատել եք, որ մենք ընդդիմություն չունենք, մենք իսկականից ընդդիմություն չունենք ու դա մեծ ցավ է, և ես իսկականից զարմանում եմ, հիմա նախընտրական արշավ է, և տեսեք, այն ընդդիմադիրները, որոնք որ այսօր տեղ են գրավել, ձայն են ստացել մեր հայրենակիցներից և հայտնվել են ազգային ժողովի դահլիճում, դահլիճ չեն գալիս։ Իրենց հասանելի պաշտոնները չեն վերցնում, գործ չեն անում։ Հիմա ես հարց ունեմ։ Հիմա այս մարդիկ, որ գան վաղը Վայոց ձոր, իրանք ինչ են ասելու, ասելու են, գնացեք մեզ ձայն տվենք, մենք չենք գնալու ազգային ժողով, ես անկեղծ դա չեմ հասկանում, ու գիտեք ինչ, այդ բացակայությունը նաև խոսքի, նաև բովանդակության մեջ է արտահայտվում։ Այսօր փորձում են ինչ-որ վիրավորական արտահայտություններ անեն և մեզ ներքաշեն վատ խոսակցության մեջ։ Ես մի հարց էլ ունեմ, բա ինչի եք գալիս ազգային ժողովի նիստերի դահլիճ ու կնոպկ են սխմում ու ծլկում։ Այո, ոչ միայն փողի համար, վախենում են, չեմ խոսում ինչ-որ ագրեսիվ, ինչ-որ այլ բաների մասին, մեծ բաների, հեռախոսների հետևը պաղկվում, ինչ-որ բառեր են ասում, ինչ-որ խոսքեր են ասում, դե եկացեք եկեք ազգային ժողովի նիստերի դահլիճ, որտեղ մենք նստած ենք, բա ինչի չեք գալիս, մեծ խոսում եք, կամ այդ խոսալն էլ է մի քիչ կասկածելի, ես այս 3 հոգի կա առնվազն, որոնք ընդդիմության ամենահիմնական ներկայացուցիչներն են, ուզում են ամեն մեկը ասում է ես եմ վարչապետը, ես։ Հիմա հարց եմ տալի, դուք կարող եք մեկ էջ հայերեն լեզվով թելադրություն գրեք, չէ անկեղծ, չէ դուք կարող եք, երեխեք, ես վստահ եմ, որ դուք կարող եք, երեխեք, իրանք չեն կարող, այդ մարդիկ այսօր ով որ փորձում է այսօր իշխանություն դառնա Հայաստանի Հանրապետության հետ, ձեր հետ կապ չունեն, այդ մարդիկ նույն մարտի 1-ի ժամանակվա, հոկտեմբերի 27-ի ժամանակվա, նույն եռյակն են, որոնց փողերը դրսերն են, որոնք գալիս են, որ են ամեն ինչը մենք 18 թվականին մերժել ենք, վերականգնեն, մենք թույլ ենք տալու դա, ժողովուրդ մեզ դրսից տեր պետք չի, մեզ դրսից ուղարկված տեր պետք չի, դուք եք, մենք բոլորով ենք այս երկրի տերը, այսենց պետք է իշխանությունը գա ամեն ընտրություններին, տեղական ընտրություններին, ձեր մոտ, ձեր ձայնը խնդրելու, ձեզ լսելու, գնում են նույն մարդիկ, շորերը փոխում են, ասում են, այդ մենք չէինք, նույն Սերժնա, նույն Ռոբնա, նույն Ծառուկյաննա, նույն մարդիկ են, նույն եռյակն է, իսկ ասում են Սամվելն էլ կա, այս Սերժ Սարգսյանն է Սամվելը, ուժեղ Հայաստան կուսակցությունը, դա Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է, բեղեր են կպցրել, շորերը փոխել են, եկել են, ուզում են ներկայանալ այլ մարդիկ, ուրեմն ամսի 7-ին մենք հնարավորություն ունենք միասին այդ էջը փակելու, մի անգամ փակել ենք, իրանք տարբեր հնարքներով էլի փորձում են վերադառնալ, մեր որոշ հայրենակիցներ ձայն են տալիս, մեր որոշ հայրենակիցներ իրենց սատարում են, միասին ամսի 7-ին պետք է փակենք այդ էջը, և գիտեք ինչ, ես վերջում ուզում եմ մի փոքր բան ասեմ, մեր երեխաները, եկեք ծափահարենք էլի մեր երեխաները այս քարոզ արշավի շարժիչ ուժը մեր երեխաներն են, երեք մի երեխա շատ փառահեղ, շատ ֆանտաստիկ բան ասեց, վարչապետին տեսավ ասեց, դու ես ելնելու մեր Փաշինյանը, գիտեր Փաշինյանը պաշտոն է, ես համաձայն եմ, եթե ինչ, բայց այս խոսակցություններից անդին մի կարևոր բան եմ ուզում ասեմ,
Ժորդ, մենք ուզում ենք, որ հայ մարդը ապրի։ Ապրենք, չեթանք նահատակ լինենք, մեր երեխաները չզովեն, շրջագայենք, լավ բաներ առնենք մեր երեխաների համար, ու այսօր եկել ենք ձեզ ասենք, որ այդ ապրելու գործընթացի մեջ մենք ձեր կողքին ենք, մենք եկել ենք, որ ձեր հետ միասին դա տանենք առաջ։ Եվ խնդրում եմ, հորդորում եմ, 2026-ին քվեարկում ենք, 2026-ին քվեարկում ենք, 2026-ին քվեարկում ենք,